Սիրելի հայրենակիցներ, Նիկոլ Փաշինյանը տարածում է հարցումներ, որի համաձայն ինքը 65% արդեն ձայն ունի։ Ինչի մասին է այս ամենը։ Եթե նա 65% ձայն ունի, դա նշանակում է, որ նրա կողմից հռչակված 3 խոշոր ընդդիմադիր ուժերը չեն հաղթում իրեն։ Եթե նա 65% ձայն ունի, դա նշանակում է, որ ինքը սահմանադրական մեծամասնություն է ձևավորում։ Ես ասում եմ, որ դա իրականությանը չի համապատասխանում։ Բայց ես նաև չեմ բացառում, որ այնպիսի իրավիճակ լինի, որ նա կարողանա մեծամասնություն ստանալ։ Եվ հետեւաբար ինչ է պետք անել, սիրելի հայրենակիցներ։ Մենք այս օրերի ընթացքում բազմիցս մանրամասն հիմնավորել ենք, թե ինչու մեկ ուժի բացարձակ իշխանությունը չարիք է։ Դա չարիք էր մինչև 18 թվականը Սերժ Սարգսյանի մեկ մարդու բացարձակ իշխանությունը։ Դա չարիք է նաև հիմա Նիկոլ Փաշինյանի բացարձակ իշխանությունը։ Մենք ձեզ ինչ ենք ասում, սիրելի հայրենակիցներ, ինչպես բացառել, որ որևէ մեկը չունենա բացարձակ իշխանություն։ Տվյալ պարագայում Նիկոլ Փաշինյանը բացառելու ճանապարհը ընտրական process-ով, գնալով ընտրական տեղամաս, Լուսավոր Հայաստան կուսակցության 19 քվեաթերթիկով քվեարկելով, դուք կարող եք բացառել եւ թույլ չտալ, որ Նիկոլ Փաշինյանը ունենա բացարձակ իշխանություն։ Սա առաջին քայլը։ Երկրորդ քայլը բացարձակ իշխանություն չունեցավ, հետո խորհրդանում դուք ունենում եք քաղաքական միավոր, որը հաշվետու է պահում կառավարությանը։ Այն բոլոր խոստումները, որոնք եղել են, որոնք չեն իրականացվել այս 8 տարիների ընթացքում, եւ այն բոլոր խոստումները, որոնք հիմա են տալիս բոլոր քաղաքական ուժերը, այդ խոստումները կյանքի կոչելու համար կապ չունի որ ուժն է դա իրականացնում։ Մեզ պետք է այնպիսի խորհրդարան, որտեղ քաղաքական միավորները կարողանում են հավասարակշռել, կարողանում են հողզսպել եւ հաշվետու դարձնել կառավարությանն ու իշխանությանը։ Սա է ճանապարհը, ուրիշ ճանապարհ չկա։ Եվրոպական մոդելի պետությունում պարլամենտը հաշվետու է պահում գործադիր իշխանությանը։ Հիմա մենք չունենք այս ամեն ինչը, որովհետև ամեն բան խաթարվել է նախորդ խորհրդարանական կառավարման համակարգում վերջին 5 տարիներում։ Հիմա մենք ունենք հնարավորություն այս ընտրություններով մեր ժողովրդի քվեարկությամբ, ձեր քվեարկությամբ այնպես անել, որ առաջինը նա չունենա բացարձակ իշխանություն, երկրորդը կառավարությունը լինի հաշվետու ժողովրդին եւ բոլոր ռեֆորմները մենք կարողանանք հասնել տեղ, կյանքի կոչել։ Եվ ահա դրա համար, սիրելի հայրենակիցներ, մի հավատացեք որևէ սոցիոլոգիական հարցման։ Ուղղակի գնացեք եւ ձեր քվեարկությամբ բացառեք բացարձակ իշխանություն տալ որևէ քաղաքական ուժի։ Տվյալ պարագայում նման շանսը ունի Նիկոլ Փաշինյանը, ուրեմն նրան բացառեք տալ այդ բացարձակ իշխանությունը։ Եվ Լուսավոր Հայաստանի թիվ 19 քվեաթերթիկով քվեարկելով ես ձեզ վստահեցնում եմ, դուք կունենաք կառավարությանը հաշվետու պահող խորհրդարան։ Այսքանն է ուզում ձեզ ասել։ Աստված պահապան Հայաստանի Հանրապետությանը։